Փախստականների վերադարձն անիրատեսական է, արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում, Փաշինյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Երևանի խաղաղասիրական կոչերն ու ռազմական բյուջեն ավելացնող միջևատամները զինվող Բաքուն, ինչի է պատրաստվում Ալիևը։ ԵԱՏՄ-ն չեղարկել է վառելիքի մաքսատուրքերը, մինչև 2026-ի հունիսի 30-ը դրույքաչափերը կզրոյացվեն։ 2 միլիարդ եվրո Կիևին անօթաչուների համար Եվրամիության աջակցությունը Ուկրաինային։ 20 կետ, որ խաղաղություն կբերեն Գազային, Թրամփը ներկայացրել է իր նախագիծը, արաբական երկրների հայտարարությունն ու Եվրամիության առաջնորդների ողջույնները։ Շքեղ բեմմանեժ, մեգա շոու, լուսային եւ ձայնային նորագույն էֆեկտներով, Էթերնիա շքեղ շոու ծրագրով Երևանի 5 կրկեսի տարածքում իր դռները կբացի Տաշիր արենան։ Պայթյուն եւ հրդեհ Երևանում կարի արտադրամասում 4 հոգի հոսպիտալացվել է։ 20 միլիոն դրամ տուգանք Վեոլիա ջուր ընկերությանը, ինչ խախտումներ է թույլ տվել, ինչի համար տուգանվել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի կողմից։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վարչապետ Փաշինյանն այսպես է արձագանքել բրիտանացի падգամավոր Էդվարդ Լիի հարցադրմանը, որը Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման համատեքստում հիշատակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակայ է Վաշինգտոնյան փաստաթղթերում։ Դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է, նման արտահայտություն չկա, չի եղել եւ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում, ասել է Փաշինյանը։ Խոսելով Արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին, նա դա անիրատեսական է համարել, ասել փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է։ Փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետքա պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետքա տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը։ Մեր նորածին խաղաղությունը այսօր արդեն 1 ամիս 22 օրական է։ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում ասել է Փաշինյանը, կոչ արել խնամքով վերաբերվել այս փխրուն ձեռքբերմանը։ Մինչդեռ Բաքուն բոլորովին էլ խաղաղասիրաբար տրամադրված չէ, Ալիևը 5 միլիարդ դոլարի է հասցրել ռազմական բյուջեն, նորագույն զենքեր գնել, ոգևորված ցուցադրում է ձեռք բերածը, զորամասեր կառուցում, ամրացնում հարևանների հետ սահմանները։ Փորձագետները մտավախություններ ունեն, որ նա կրկին սադրանքների եւ առճակատման կգնա խաղաղության փաստաթղթի տակ կնիքը դնելուց խուսափելու համար։ Ադրբեջանը զինվում է մինչև ատամները եւ հրապարակային հայտարարում ու ցուցադրում զինանոցի նոր զենքերով համալրվածությունը։ Ռազմական հարցերում մասնագիտացված Defense Arabian է հրապարակել մի ցուցանիշ, ըստ որի Ադրբեջանն արդեն ձեռք է բերել 400 հատ 48 Nora B58 NG հրետանային համակարգ։ Ադրբեջանական բանակն ունի 600 MLRS, այդ թվում 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը շատ ավելի մեծ է, քան HIMARS-ինը։ Elbit-ն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ, հիմնականում Aslan T-72-ներ, չեխական եւ ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ։ Զրահապատ մեքենաները հագեցվում են 4 Spike NLOS հրթիռներից բաղկացած հավաքածուներով։ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է առնվազն 100 LORA կիսաբալիստիկ հրթիռ, նաև բանակցություններ է վարել Թուրքիայի հետ Սոմ-Ահին թևավոր հրթիռների տեղակայման վերաբերյալ։ Այս հրթիռները կտեղակայվեն 50-ից 60 պակիստանյան GF-17 կործանիչների վրա ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։
Ինչու է Ադրբեջանն ավելացնում ռազմական ծախսերը, հասցնելով այն $5 միլիարդ եւ նոր զենքեր ու ռազմական տեխնիկա գնում այն դեպքում, երբ Ալիևը տարածաշրջանում խաղաղության մասին է թմկահարում։ Նախորդ 30 տարիների ընթացքում Ադրբեջանը զինամթերք էր գնում Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների համար։ Վերջին շրջանում ըստ ռազմական փորձագետների Բաքուն հասկացել է, որ եկել է իր սխալ քայլերի համար տարածաշրջանի պետություններին պատասխան տալու ժամանակը։ Եթե այդ երկիրը Հայաստանի դեմ զինվում է տարածքներ գրավելու համար, հիմա արդեն Իրանն է հայտնվել Ադրբեջանի հետ դիվանագիտական հակամարտող պետությունների շարքում։ Մի կողմից թվում է, թե Հայաստանի հետ մի չկարգավորված հարցեր, որոնք որ պայթյունավտանգ են, մյուս կողմից էլ նաև ակներև է դառնում, որ խնդիրներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որքան էլ որ փորձում են դա թաքցնել, Ադրբեջանը ինքը նաև վտանգներ է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ փորձում է քողարկիչ մեթոդներով իր անվտանգության բարձիկները բարձրացնել։ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի հետ սահմաններին մոտ է նոր զորամասեր կառուցում ամրակայում առաջնագիծը, այլ դրանք կառուցվում են նաև ադրբեջանա-իրանական սահմանագծերի մոտակայքում։ Ռազմական ագրեսիայի միջոցով Արցախը հայաթափած Ալիևը լավ գիտի եւ հաշվարկներ է արել, որ եթե իր եւ մեծ եղբայր Էրդողանի հետ չկարողանա դիվանագիտական ճանապարհով լուծել Սյունիքով անցնող ճանապարհի հարցը, դիմելու են ռազմական գործողությունների, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին տիրելու, Սյունիքն իրենցով անելու համար։ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն գնով փորձում են Զանգեզուրյան միջանցք կոչվածը ունենալ Հայաստանի ստորագրությամբ։ Եթե չհաջողվի, ապա նրանք նաև դիտարկում են ռազմական ուժի կիրառումը, իսկ ռազմական ուժի կիրառման համար իրենք դիտարկվելու են տարբեր մեթոդներ եւ տարբեր պատճառաբանություններ, ընդհանուր միջև հակաահաբեկչական գործողությունների իրականացում, որի փորձ ունի հենց Թուրքիան Սիրիայի հետ սահմանային հատվածներում։ Ադրբեջանի ռազմական արսենալը ծանրացնելուն զուգահեռ Հայաստանը նվազեցնում է իր պաշտպանական բյուջեն, ծախսերն այլ ոլորտներ ուղղելու համար։ Հայաստանն ըստ փորձագետի արտաքին աշխարհին մեսիջ է հղում։ Ռազմական ծախսերը փոքրացնում է, քանի որ խաղաղության ճանապարհով է գնում։ Մյուս կողմից սա բավականին վտանգավոր է ներքին լսարանի համար, որովհետև 20 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են հոգեպես ոչ կայուն վիճակում եւ ցանկացած նմանատիպ հայտարարություն խիստ անդրադառնում է Հայաստանի քաղաքացու վրա եւ արտագաղթի առումով այն կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել անվտանգային էլեմենտների բացակայության պատճառով։ Քաղաքագետ վերլուծաբան փորձագետները շարունակում են պնդել, Ալիևն ամեն ինչ անելու է, որ կրկին Հայաստանի հետ լինի բախում խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վաշինգտոնյան համաձայնագրերից 1.5 ամիս է անցել, սակայն Սյունիքով ճանապարհի կամ Թրամփի ուղու կառուցումը դեռ գործնական փուլ չի մտել։ Փաշինյանը կարծում է, որ այստեղ ոչ թե շտապողականություն, այլ հետևողականություն է պետք։ Նա նաև խոսել է հայ-ամերիկյան այս նախագծում երրորդ կողմին ներգրավելու հնարավորության մասին։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ապահովելու համար ովքեր ինչ դերակատարում կարող են ունենալ այս նախագծում։ Ժամի անդրադարձը։ Նայում ենք էքսկավատորը ընդեղա, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տենց չի աշխատում։ Ինչպես է գործելու Սյունիքի ամերիկյան ճանապարհը, թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին։ Հայաստանը Վաշինգտոնի գագաթաժողովից գրեթե 2 ամիս անց Ամերիկայի հետ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չունի։ Այս պայմանավորությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Տրամփ թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա։ Ու չնայած այդ ճանապարհի երկրորդ կողմի Ամերիկայի հետ պայմանավորվածությունների բացակայությանը, Հայաստանի վարչապետը հիմա արդեն ցանկալի է համարում, որ այստեղ այս արահետի կառուցմանն ու գործարկմանը մասնակցություն ունենան նաև երրորդ, մասնավորապես Եվրոպական միության անդամ պետությունները, թեպետ դրա համար միայն հայկական կողմի ցանկությունը քիչ է, Ամերիկան էլ պետք է համաձայնի։ Թրիփ ուղին քննարկում է Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շատ գրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է
եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն։ Մինչև հայ-ամերիկյան երկխոսությունը որոշի Վաշինգտոնի համաձայնությունները միանգամից ողջունած ու նաև դրանց հաստատման համար օժանդակելու պատրաստակամություն հայտնած Եվրամիությունը ճամփա ընկնի դեպի Սյունիք, քաղտեխնոլոգը այս հարցին այլ դիտանկյունից է նայում։ Իր խոսքով այժմյան խնդիրը ոչ թե այս երթուղու շահագրգիռ երկրներն են, այլ ճիշտ հակառակը։ Պետք է հասկանանք այն երկրները, որոնք շահագրգռված չեն դրանց գործողությամբ եւ ցանկանում են իրենց մասնակցությունը ունենալ վերահսկելու դա, այլ վերահսկող ենթատեքստ այստեղ պետք է պատրաստել դա Իրանի Իսլամական Հանրապետությունն եւ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ դա հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության համար դա գոյաբանական խնդիր է բարձելու համար, թե ինչ է տեղից տեղափոխում եւ ոնց է դա աշխատում։ Իդեպ այն, որ Թրամփի երթուղու հետ կապված Իրանը դեռևս անպատասխան մնացած հարցեր ունի, հրաժեշտի ասուլիսում հաստատեց նաև մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող իրանցի դեսպան Մեհդի Սոփանին։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավվելու է ներդրումներ։ Այս մասին մանրամասները հստակ չեն։ Արդեն ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հայկական հասարակական քննարկումներում կարմիր թելի նման է անցնում, որ ուժերի հավասարակշռության համար այստեղ համաշխարհային այլ դերակատարներ են պետք, օրինակ Ռուսաստանը կամ Հնդկաստանը, հակառակ դեպքում միակողմանի գործարք կլինի, միայն Ադրբեջանը կօգտվի մեր ինքնիշխան ճանապարհից, համարժեք առավելությունների երեսն այդպես էլ չենք տեսնի, ու ըստ Իրանի դեսպանի էլ սա հնարավոր ռիսկ կարող է լինել, Հայաստանի իշխանությունը թեզը չի կիսում։ Միայն թրիփը չէ խաղաղության խաչմերուկը, այն ենթադրում է կապ արևելքի եւ արևմուտքի միջև, հյուսիսի եւ հարավի միջև, նույն օրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Ուր է տանելու Սյունիքի ամերիկյան ճանապարհը, թերևս ժամանակն է տալու հարցի պատասխանը, մինչև այդ գետնի վրա իրավիճակը նույնն է, ինչպես օգոստոսի 8-ից առաջ ու հետո։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Սյունիքով անցնող ճանապարհին անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան բնական լոգիստիկ կամուրջ է Ասիայի եւ Եվրոպայի միջև։ Անցյալ տարվա օգոստոսին մենք դրեցինք Զանգեզուրի հաղորդակցության թուրքական հատվածի հիմքը, որը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, կամրապնդի խաղաղությունը եւ կարագացնի հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում ընդգծել է նա։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին, 25 տարով, յուրաքանչյուր 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ, հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև եկող տարվա հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի եւ գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը, տեղեկացրել են փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակից։ Որոշումն ընդունվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ 2 միլիարդ եվրո Կիևին անօթաչուների համար Եվրամիության աջակցությունը Ուկրաինային։ 20 կետ, որ խաղաղություն կբերեն Գազային, Թրամփը ներկայացրել է իր նախագիծը, արաբական երկրների հայտարարությունն ու Եվրամիության առաջնորդների ողջույնները։ Շքեղ բեմմանեժ, մեգա շոու, լուսային եւ ձայնային նորագույն էֆեկտներով, Էթերնիա շքեղ շոու ծրագրով Երևանի 5 կրկեսի տարածքում իր դռները կբացի Տաշիր արենան։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միջազգային երկու լուր։ Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի խաղաղության հաստատման ծրագիրը, Թրամփը 20 կետանոց նախագծի համաձայն Գազան կդառնա ահաբեկչությունից զերծ գոտի։
Պաղեստինի ղեկավարությունը ողջունել է Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը, Կատարն ու Եգիպտոսը Թրամփի ծրագիրը փոխանցել են Համասի բանակցային թիմին։ Արաբական երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վերահաստատելով իրենց հանձնառությունը Միացյալ Նահանգների եւ կողմերի հետ կառուցողական համագործակցությանը։ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրին գրառումներով աջակցություն են հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահը, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետները, նաեւ Թուրքիայի նախագահը։ Եվրամիությունը Ուկրաինային մոտավորապես 2 միլիարդ եվրո կտրամադրի անօդաչու թռչող սարքերի համար օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները։ Այս մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի պահուստների առգրավում չի լինի, վարկը նախատեսվում է տրամադրել փուլային փոխանցումներով։ Վերադառնանք Հայաստան, վարժական հավաքներից խուսափելը շատ ավելի բարդ կլինի իրավական կարգավորումների նախագիծը արդեն խորհրդարանում է, չնայած 3 ամսյա հավաքները դարձրել են 25 օրյա, միևնույնն է շատերի մոտ դրանց մասնակցելու դժկամություն է նկատվում։ Նոր նախագծով, եթե ծանուցումը ուղարկված է, ապա կհամարվի, որ տեղեկացված եք, որ 25 օր տուն ու տեղից հեռու վարժական հավաքի եք։ Ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետապնդում սկսել խուսափողների նկատմամբ։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր կենցաղ եկավ եւ իր կայուն տեղը զբաղեցրեց վարժական հավաքներ արտահայտությունը։ Ցավոք, արտահայտությունն այդ հիմնականում օգտագործվում է ոչ դրական կոնտեքստում։ Ի սկզբանե վարժական հավաքների տևողությունը 3 ամիս էր, այնուհետև այն նվազեցվեց մինչև 25 օր, բայց վերջին 5 տարիներին էլ գործադիրը պարբերաբար ֆիքսում էր, որ այս միջոցառումներին մասնակիցների թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Մարդիկ ամեն կերպ խուսափում են վարժական հավաքներին մասնակցությունից։ Այդ իսկ պատճառով Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծ է մտել խորհրդարան, որի նպատակն ըստ էության հավաքներից խուսափելու process-ն ավելի դժվարացնելն է։ Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Օրենքով ընդլայնվելու են ռազմական ոստիկանության գործառույթները, որպեսզի 25-օրյա հավաքներից խուսափողների նկատմամբ վարչական ապարատի գործողությունները լինեն ավելի արդյունավետ եւ օպերատիվ։ Բայց արդյոք միայն ուժային մեթոդներով եւ օրենսդրական հստակեցումներով հնարավոր է կանխել 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու process-ը։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու են իրականում մարդիկ խուսափում հավաքներին մասնակցությունից։ Վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաեւ աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով։ Հիշում եք հայտնի դեպքերը։ Ընդդիմադիր Մանուկյանը նաև հիշեցրեց վարժական հավաքների մասնակիցների կեցության վատ պայմանների մասին։ Իրականում վարժական հավաքների մեծագույն խնդիրն այն է, որ ըստ որոշ մասնակիցների ու փորձագետների ձևակերպման, այդ ամենն արվում է պծիչկայի համար։ Մարդ խուսափում է հավաքներից ավելի շատ, որովհետև գալիս է ոչինչ չի անում այդ հավաքների ընթացքում։ 3 անգամ կրակային գնալը դա ոչինչ չանելու մասին է։ Ինքը ուղակի ժամանակակորցնում, իր անկերներին դրա մասին պատմում է, պարզա որ արդեն սարաֆանի ռադիոյով տարածվում է, որ մարդը ողջ մի բան չեն անում ու իրանց պետք չի գնալ։ Այստեղ նաև ազնվության խնդիրը կա։ Վարժական հավաքների անվան տակ մեծ հաշվով իրականացվում է առաջնագծի կազմի համալրման աշխատանք, ինչը ինքնին կարելի է հասկանալ, եթե այդ համալրող հանձնակազմը ունի դիրք պահելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Բանակը ռեալ չի հասցնում հիմա վարժական հավաքներին ուղղակի ուշադրություն դարձնել։ Ինքը այդ ռեսուրսները չունի, այդ մարդիկ չունեն, ովքեր հասուն մարդկանց հետ կարողանան աշխատեն։ Զինծառայողներ չեն փաստացի 25 օրյայի մասնակիցները, իրանց հետ մի քիչ ուրիշ ձև է պետք շփվել։ Սրանք 25 օրյա հավաքներից խուսափելու պատճառների մի մասն է, որոնք սակայն եթե հաշվի չառնեն, որևէ ուժային մեթոդ կամ խստացում չի աշխատի։ Մարդիկ նորից զարտուղի ճանապարհներով ամեն ինչ անելու են այդ հավաքներին չմասնակցելու համար։ Տարբերակները լի ու լի են։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Արարատյան դաշտի խորքային ջրերի ավազանից ջրառը չի կարգավորվել ընդդիմադիր պատգամավորները շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներին հայտնել են, որ վիճակը 2018 թվականից հետո ավելի է վատացել։ Շրջակա միջավայրի փոխնախարարը հայտնել է, որ օրինագիծ են մշակել, որով նպատակ ունեն շտկել վիճակը, նվազեցնել ջրառի ծավալը, առաջնայնություն տալով խմելու եւ կենցաղային ոռոգման եւ հետո միայն ձկնաբուծության համար արտեզյան ավազանից ջրառին։ Նուբարաշենի աղբավայրի պարբերական հրդեհների ֆոնին վերջին շրջանում բավականին ակտիվացել են թափոնների վերամշակման անհրաժեշտության մասին քննարկումները։ Թափոնների մասին օրենքի փոփոխությունների նախագծով կառավարությունը առաջարկում է հիմնովին վերանայել թափոնների կառավարման համակարգը, սահմանել դրանց տեսակավորման կարգն ու թափոն ստեղծողների պարտականությունները։ Ընդդիմադիրները սակայն դժգոհել են նոր փոփոխություններում կարգավորումներ կան, որոնք հնարավոր է նպաստեն վտանգավոր թափոններով շրջակա միջավայրի աղտոտմանը։ Թույլատրելու եք հետ այսու, երբ որ վտանգավոր թափոն է առաջանում, կազմակերպությունը կամ անձը, դա կարող է տանել դնել սենյակի մի անկյունում, որից ամենաբացական դրսևորումները կարող են լինել, եւ պետությունը իր ձեռքերը այստեղ լվացնում է։ Փոփոխությունը արվել է, որպեսզի տնտեսավարողներին անհարկի տուգանքների ենթարկելուց նախ առաջին հերթին մենք խուսափենք եւ երկրորդը այդ վտանգավոր թափոնների պահպանումը չի իրականացվելու ազատ պայմաններում։ Սպասված իրադարձություն երևանցիների համար մայրաքաղաքի սրտում 5 կրկեսի տարածքում հոկտեմբերին իր դռները կբացի Տաշիր արենան ամբողջությամբ վերափոխված նոր եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ 2000 տեղանոց հանդիսասրահ, շքեղ բեմմանեж, գերժամանակակից ձայնային եւ լուսային համակարգերով։ Բացմանը կհաջորդի Էթերնյան ներկայացման պրեմիերան տպավորիչ շոու ծրագիր 100 արտիստների մասնակցությամբ, որտեղ կմիավորվեն թատրոնը, կրկեսն ու պարարվեստը։ Հոկտեմբերի 24-ին Երևանում բացվելու է նոր մշակութային կենտրոն, որը խոստանում է փոխել արվեստի ու ժամանցի ընկալումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Խոսքը գերժամանակակից բազմապրոֆեսիոնալ Տաշիր արենա համալիրի մասին է, որի բացման պաշտոնական արարողությունը արդեն իսկ մեծ սպասելիքներ է ձևավորել։ Նախագիծը, որի ներդրումային ընդհանուր գումարը կազմել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, իրականացվել է Տաշիր ընկերությունների խմբի կողմից միջազգային Pedus պրոդյուսերական թիմի մասնակցությամբ։ Ամբողջությամբ վերափոխված ճարտարապետական ու տեխնիկական նոր լուծումներով համալրված արենան կառուցվել է Երևանի 5 կրկեսի տարածքում։ 23000 քառակուսի մետր տարածք եւ 9 հարկ ընդգրկող Տաշիր արենան իզորու է ընդունելու մինչեւ 2000 հանդիսատեսի, ներառյալ սահմանափակ կարողություններ ունեցողներին։ Հատուկ նախագծված բեմ մանեժը, հզոր ձայնային համակարգերն ու մուլտիմեդիա տեխնոլոգիաները այս տարածքը դարձնում են իր տեսակի մեջ բացառիկ։ Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա նաև առաջին մեծ ներկայացման Էթերնիա շոու պրեմիերան։ Արտիստների ավելի քան 100 հոգանոց թիմը տարբեր երկրներից ներկայացնելու է բեմադրություն, որտեղ թատերական արվեստը, կրկեսային կատարումները, կենդանի երաժշտությունը եւ 360 աստիճան պրոյեկցիաները միախառնվելու, միահյուսվելու են մեկ մոգական պատմության մեջ։ Էթերնիան մի աշխարհ է, որտեղ իրականության սահմանները ջնջվում են, իսկ երևակայությունը ձև ու մարմին է ստանում։ Հանդիսատեսին սպասվում է պատմություն, վերափոխման, սիրո եւ ինքնաբացահայտման մասին, պատմված ու մատուցված երաժշտության, լույսի եւ անհավատալի հնարքների լեզվով։ Գաղտնիքներով լի Էթերնիան աշխարհում հայտնված սովորական մի պատանի հանդիպում է հմայիչ նիմֆային, որը գրավում է նրա սիրտը։ Իր սիրո համար նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ մեկնելու վտանգավոր ճանապարհորդության անհայտ աշխարհով։ Ուղեկցի իմաստուն պապի Էթերնիայի գաղտնիքների պահպանման հետ հերոսը կանցնի 4 տարերի կրակի, ջրի, օդի եւ հողի փորձություններով։ Կհանդիպի ֆանտաստիկ արարածների եւ կհաղթահարի անհավատալի իրավիճակներ։ Իսկ ինչպես կավարտվի այս պատմությունը կամ գուցե ընդհանրապես չավարտվի, կիմանաք շոուի ընթացքում։ Մենք ստեղծել ենք մի աշխարհ, որտեղ հանդիսատեսը կարող է մոռանալ ամեն ինչ ու պարզապես ապրել բեմի հետ։ Սա կամուրջ է ավանդույթի ու ապագայի միջև։ Թիմի առաջ խնդիր էր դրվել ոչ միայն նոր ստեղծագործական տարածք ստեղծել, այլև հարթակ, փորձի փոխանակման, համագործակցության եւ տեղական տաղանդների աջակցման համար։
Տաշիր արենան նպատակ ունի դառնալու ոչ միայն նոր մշակութային կենտրոն, այլև համագործակցության հարթակ տեղական եւ միջազգային մասնագետների համար։ Իսկ Էթերնիան այս նոր ճարտարապետական բեմի առաջին շողարցակումն է։ Առաջադեմ տեխնոլոգիաների միջազգային եւ հայ մասնագետների փորձի համադրությունը սարքավորումների տեղադրման եւ սպասարկման ոլորտում Տաշիր արենան դարձնում է իդեալական վայր ամենահամարձակ եւ տպավորիչ շոուների համար։ Տաշիր արենան ձգողականության կենտրոն է դառնալու ոչ միայն հանդիսատեսի, այլև պրոֆեսիոնալների համար։ Քնարիկ Պետրոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կրկին դադարում էր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Պայթյուն եւ հրդեհ Երևանում կարի արտադրամասում 4 հոգի հոսպիտալացվել է։ 20 միլիոն դրամ տուգանք Veolia ջուրընկերությանը, ինչ խախտումներ է թույլ տվել, ինչի համար տուգանվել։ Մեթեո աշխարհ առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ խիղ։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Երևանը հրաժեշտ է տալիս Արևորտի միջազգային բնապահպանական փառատոնի մասնակիցներին 5 օր կանաչ ապագայի համակիրները բնապահպանական հիմնախնդիրներ քննարկեցին, դիմակահանդես շքեր անցկացրին վտանգված կենդանիների դիմակներով, մարդու եւ բնության համակեցության մասին ֆիլմեր դիտեցին։ Հաղթող ֆիլմերի մրցանակները ուղևորվեցին Միացյալ Թագավորություն, Նորվեգիա եւ Հնդկաստան։ Արևորտու կողքին է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Յուքոմը։ Սեպտեմբերի 26-ից 30-ը Երևանի կինոգործիչների միության դահլիճում Յուքոմ ընկերության աջակցությամբ անցկացվեց Արևորտի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր համակեցություն, մարդկանց եւ բնության միջև խորագիրը, շեշտադրելով մարդու եւ բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։ Փառատոնի փակման արարողության ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարի փառատոնի հաղթող ֆիլմերն են՝ լիամետրաժ ֆիլմեր մարդ եւ բնություն համակեցության մասին անվանակարգ, հաղթող ֆիլմ Վայրի կանչը Նորվեգիա, կարճամետրաժ ֆիլմեր Մարդ եւ բնություն համակեցության մասին անվանակարգ, հաղթող ֆիլմ Փոստով պատվիրած թագուհի։ Ֆիլմ Կրյաններով քայլողը Հնդկաստան։ Մենք հավատում ենք ինչ որ որոշ մարդկանց, հատկապես երիտասարդության մեջ, ինչ որ մտածելակերպի վրա գաստե եւ ավելի ուշադրություն կդարձնեն բնությանը եւ շրջակա միջավայրին, որովհետեւ մենք հավատում ենք, որ միևնույն երիտասարդները իրենք են վաղվա օրը Հայաստանի վաղվա օրը բնապահպանական տեսանկյունից իրենք են աստեցություն ունենալու։ Մենք փորձում ենք արվեստի լեզվով մարդկանց հաղորդակից դարձնել բնապահպանական տարբեր խնդիրներին եւ ցույց տալ, որ համաշխարհային անկյան տակ նաեւ բազմաթիվ խնդիրներ կան։ Փառատոնն այս տարի մեկ հարկի տակ էր համախմբել հազարավոր այցելուների, դառնալով կարևոր հարթակ կանաչ ապագայի գիտակցման ու խորքային ընկալման համար։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպված թեմատիկ քննարկումներն ու հանդիպումները մեծապես նպաստեցին գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Արևորտի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ոստիկանները ներքին գետաշեմցի 22-ամյա երիտասարդի մոտ 5 գրամ մետամֆետամինով ապակյա ծխամորճ են գտել, պարզվել է թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով։ Երիտասարդի բնակության հասցեում եւ կից շինությունում հայտնաբերել են կանեփա նման զանգվածով փաթեթներ եւ կանեփի չորացրած բույսեր։ Նա կալանավորվել է։ Օրվա ուշագրավ մյուս լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանի բնակչության աճի տեմպը անցած տարի 2.3% է եղել։ Համաշխարհային բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այն 0.48%-ն է եղել, Իրանում 1%, իսկ Թուրքիայում 0.23%, Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13% անկում է գրանցվել։ Համաշխարհային բանկի տվյալներով 2025 թվականին Հայաստանի մշտական բնակչության թվականակը հատել է 3 միլիոնի շեմը, հասնելով 3.076.000-ի։ Եթե բիզնեսը դպրոցներին, բուհերին, ինչպես նաև զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության հիմնադրամին նվիրատվություններ անի, ապա նրա հարկային արտոնությունները հնարավոր է ընդլայնեն։ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը խորհրդարանի սեղանին է։ Գործադիրը հույս ունի, որ այսպիսով նվիրատվությունների աճը կարող է նվազեցնել շահութահարկի գծով վճարները, հանգեցնել նաև դպրոցների եւ բուհերի կահավորման պետական ծախսերի կրճատմանը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքի ընդունման արդյունքում բուհերի
ոլորտերին ուղղվող նվիրատվությունների ծավալը կարող է աճել 25%։ Եվ եթե կառավարությունը համոզվի, որ հարկային արտոնությունների ընդլայնումը հարկերից խուսափելու սողանցք չի դառնա, այդ մեխանիզմը հնարավոր է տարածել նաև այլ ոչ առևտրային հաստատությունների վրա, մշակութային, մարզական եւ այլն։ Ջրամատակարարման գրաֆիկի եւ կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար Veolia ջուր ընկերությանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկել։ Առաջին խախտման դեպքում Veolia ջուրը չի պահպանել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները, խախտել է Սարալանջի գյուղի ջրամատակարարման հրապարակած գրաֆիկը։ Երկրորդ դեպքում ընկերությունը հանձնաժողովի 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ եւ յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը Veolia ջուր ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամ։ Ռանչվեր բնակավայրի 6 հողատարածքից առանց ընդերք օգտագործման թույլտվության ընկերությունը ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազաքարային խառնուրդի լեռնային զանգված։ Քրեական վարույթի գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19.100.394 դրամ գումարը ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր ժամը 16:12-ին Երևանի Այասի փողոցում գտնվող Կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով 4 քաղաքացի է հոսպիտալացվել։ Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Երկու տուժածի վիճակը ըստ առողջապահության նախարարության գնահատվում է միջին ծանրության, երրորդինը բավարար։ Սիրելի մեդիան ժամադրական Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը կնվազի 4-ից 8 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 20 աստիճան, Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 24, Լոռիում 13-ից 16, Տավուշում 14-ից 18 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 22-ից 25, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 15-ից 18, Սյունիքի նախալեռներում 12-ից 15 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 12-ից 14, ցերեկը 22-ից 24, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։